բանակում ծառայելը երբեք Հայաստանում նորաձև չի եղել, սպա դառնալը Հայաստանում նորաձև չի եղել, ընդհակառակը Վազգեն Սարգսյան ռազմական ակադեմիա միշտ ընդունվել են չունևոր, չեմ ասում բոլորը, բայց հիմնականում, այսինքն սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ, բանակ հիմնականում գնացել են սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ եւ իսկապես ծառայության ամբողջ ծանրությունը, մարտական հերթապահության ողջ ծանրությունը միշտ դրված է եղել սոցիալական խնդիրներ ունեցող մարդկանց ուսերին, այսինքն ունեցել ենք շերտավորում։ Պետությունը չի բացատրել մարդկանց, որ բանակում ծառայելը լավ է, բանակում ծառայելը նորաձև է, էլիտան չի մասնակցել երկրի պաշտպանության գործին, սա աղետ է, որովհետև մենք միշտ ասում ենք, չէ՞, մենք արևմտամետ ենք, եվրոպամետ ենք, ինչ-որ բարձր արժեքներից ենք խոսում, բայց այս այն ինչ որ ես ասում եմ, սա է եվրոպական արժեք, որովհետև եթե նայում ենք եվրոպական երկրներին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Պրուսիային, Ավստրիային, թագավորական ընտանիքի անդամները ծառայում են զինված իրանք միշտ ներգրաված են եղել երկրի պաշտպանության գործին, դառել են սպա, նաև Ռուսաստանը, որ պրինց Հարին չուզենար ծառայել, ով էր նա ընտանելու բանակ։ Մարդը գնաց ծառայեց։ Աֆղանստանում չէ ծառայել։ Հա, ուզում եմ ասեմ, սա է նաև թագավորական ընտանիքի ներկայացուցիչ գնում է բանակ, Հայաստանում ունենք են բերում, ասում ով փող ունի, թող ազատվի։